Ես իմ երեխեքի համար շատ զգուշ եմ, ամեն րոպե մենակ չեմ թողում, թեկուզ հայատը խաղալուց։ Բայց այդ լուրերից հետո ավելի շատ, թե միշտ։ Միշտ տենց ենք եղել, բայց լուրերից հետո ավելի շատ։ Արդեն տևական ժամանակ է տեղեկություններ են տարածվում, թե այս կամ այն բնակավայրում փորձել են երեխա առևանգել։ Լուրերը սոցիալական ցանցերի մի խմբից մյուսն են անցնում, մտնում տներ ու կրթական հաստատություններ։ Հրազդան քաղաքում էլ նման փորձի մասին են խոսում։ Ըստ այդմ, երրորդ դասարանցի մի աղջիկա անհայտ անձը խաբեությամբ ուզել է մեքենա նստեցնել, բայց նա փախել է։ Մեզ հետ զրուցած հրազդանցիների մեծ մասն ասում էր լսել է այդ մասին, ու հիմա էլ ավելի ուշադիր են երեխաների նկատմամբ։ Լսել եք, ուշը մեկը լսել եմ, թե ուշը, ոչ տեսել եմ ոչ էլ, ես եմ իմ երեխեքի հետ, երկու թորումն եմ, այսպես գրկում նստում եմ։ Դրանից հետո վախը առաջացել։ Վախը առաջացել, մենք Ղարաբաղից եմ եկել, այդտենց իմ երեխեքի հետ եմ, Ղարաբաղում եմ այդտենց։ Մտածում եք այդ լուրերը ճիշտ է, թե ամեն դեպքում եք հավատում։ Հավատում, ոչ չեմ հավատում։ Անպայման պետք է ուշադիր լինենք։ Ճիշտ է, մենք երեխա չունենք փոքր տունեն, ղափանեն, բայց ես իրանցն էլ եմ ասում, ամեն դեպքում զգուշ եղեք։ Ոստիկանությունը նախորդ մեկ ամսում տասնյակի չափ նման տեղեկություններ է ստացել։ Որոշ դեպքերում ծնողներից ավելի հաճախ այլ աղբյուրներից ու չեն սպասել ծնողների դիմելուն։ Այստեղ վստահեցնում են բոլոր տեղեկությունները ստուգում են մանրակրկիտ, անկախ նրանից դա իրենց որքանով է հավանական կամ անհավանական թվում։ Դեռևս հաստատված որևիցե նման փաստ չունենք առևանգման հետ կապված։ Չկա։ Առևանգում չկա։ Ոչ։ Փորձել չունենք։ Առևանգման փորձի վերաբերյալ չունենք հաստատված փաստ։ Ոստիկանությունում մի օրինաչափություն են նկատել, որ հանրային հնչեղություն ստացած իրադարձություններից ու զգայուն թեմաներից հետո ակտիվանում են դրանց նմանությամբ դեպքերի մասին տեղեկությունները։ Երեխաներ առևանգելու լուրերն էլ լայնորեն սկսել են շրջանառվել Մարմարի գյուղում 2 տարեկան տղայի անհետանալուց հետո, որի մարմինը որոշ ժամանակ անց գտնվեց գետում։ Ես տեղերը չեմ նշի, որովհետեւ շատ չանհատականացնեմ մարդկանց մասով, ունեցել ենք դեպքեր, երբ որ ասենք օրինակ առաքիչը կոնֆետա տվել երեխաներին, դրանից հետո տեղեկատվությունը այնպես է տարածվել, որ բանը երեխաներին թմրամիջոց են տվել, առևանգելու փորձ են կատարել եւ մասսայական երեխաները հիվանդանոցում են հայտնվել։ Իհարկե մենք նմանատիպ դեպքերում առաջինը պարզում ենք հիվանդանոցում հայտնված երեխաներ կան թե չէ, իհարկե չեն եղել։ Ոստիկանությունն այս դեպքում պարզել է, որ իր երթուղով ընթացող առաքիչը կանգ է առել սուրճ խմելու, ու քանի որ դա եղել է դպրոցի մոտակայքում, ինքն էլ քաղցրավենիք առաքելիս է եղել, հյուրասիրել է երեխաներին։ Հետո երբ որ առաքիչի հետ աշխատեցինք, ասաց կներեք այլևս կոնֆետ չեմ տա երեխաներին, բայց լրիվ ուրիշ ֆոն, այսինքն որոշակի այդպիսի թեթև հիմք հնարավոր է լինի, բայց հետագա զարգացումը դեֆորմացում է ինֆորմացիայի մի քանի ձեռք անցնելով, մի քանի մարդկանց միջոցով անցնելով, տարածվելով մի լրիվ այլ իրականություն է ստեղծում։ Էդգար Պետրոսյանը չի կարծում, թե ինչ-որ մարդիկ միտումնավոր փորձում են երեխա առևանգելուն նմանվող իրավիճակներ ստեղծել, խուճապ տարածելու։ Կարծում եմ քիչ հավանական է, հնարավոր է որոշ, չգիտեմ, լրատվականներ որոշ մի այլ ձևով մեկնաբանեն, մի փոքր այլ ձև տարածեն, տարբեր շարժառիթներ լինելով, ես չեմ կարող ասել ինչու, բայց եղել է նույնիսկ դեպքեր, որ լրագրողի ենք հրավիրել եւ հետագայում նա 2 դեպք ունենք, որ ասել են կներեք, գիտեք, աղբյուրը իրական չէ, չեմ կարող ասել։ Լավագույն դեպք։ Ոստիկանությանը հայտնի դարձած տեղեկությունների ընդհանրություններից մեկն այն է, որ դրանք նախ տարածվել են ծնողների օնլայն խմբերում, մյուսն էլ, որ երեխաների պատմածներն են հաճախ նման։ Նրանք նախ ասել են, որ փորձել են իրենց առևանգել, ծնողներն էլ դրանում համոզված են եղել, բայց հետագայում խոստովանել են, որ դպրոցից ուշ են տուն վերադարձել ու ստիպված են եղել որևէ պատճառաբանություն ներկայացնել։ Այսինքն երեխան ծնողների քննադատությունից վախենալով ինչ-որ բան հորին է ասել, որովհետև դա միայն երեխայի ասածով մենք չենք հեվում, այսինքն մոտակա տեսախցիկների ուսումնասիրությունն էլ նույն բանը ցույց տվեց, որ այդտեղ այդ ժամի որևիցե նման դեպք տեղի չի ունեցել։ Պետրոսյանը վստահեցնում է նույնիսկ այն հատվածներում, որտեղ տեսախցիկ չկա, մեքենաների շարժը ստուգվում ու նույնականացվում է հարակից այլ տարածքների ուսումնասիրությամբ։ Ոստիկանությունում կարծում են երեխաներին պետք է ծանոթացնել անվտանգության կանոններին, վտանգավոր թվացող իրավիճակներում չլռել ու չթաքնվել, այլ աղմուկ բարձրացնել, փորձել փախչել, անծանոթ մարդկանց հետ վերելակ չմտնել եւ այլն։ Բայց վախի մեջ ապրելն ու երեխայի նկատմամբ խիստ սահմանափակումներ կիրառելը տեղին չեն համարում։ Նաև հորդորում են
կասկածելի դեպքերի վերաբերյալ անպայման դիմել ոստիկանություն, անկախ թե տեղեկությունները որքանով իրական կլինեն։ Դա անել սոցիալական ցանցերում քննարկելու փոխարեն, որ ժամանակի կորուստ չլինի ու հետևաբար ապացույցներ գտնելն էլ չբարթանա։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։